Բարև ձեզ։ Անցած շաբաթ Վաշինգտոնի բարձր պաշտոնյա էր եկել, սկզբում Հայաստան, Թրամփի ուղու հետագծին ծանոթանալու, հետո իհարկե Բաքու, որտեղ Թրամփի ուղուն դեռ Զանգեզուրի միջանցք են ասում։ Մեկ ուրիշ պաշտոնյա Թբիլիսիում էր, Վրաստանին Թրամփի անվան ծրագրում ներգրավելու առաջարկով։ Ղազախստանի ու Ուզբեկստանի հետ ամերիկյան պայմանագրերն այլևս կասկած չեն թողնում Թրիպի մեծ խաղի շոկեքաշը դառնալու հավանականության հանդեպ։ Ուշադիր եղեք, երբ Սյունիքում Թրիպին հատկացված 145 միլիոնին հետևի հաջորդ տրանշը Ադրբեջանում կվերանային Զանգեզուրյան վերնագրերը Թրամփ վերտարությամբ, որովհետև Բաքվի երազանքը Հայաստանով Նախիջևան հասնելը չէ, այլ ասիական շուկաներ գնացող ամերիկյան գնացքում հաստատուն տեղ ունենալը, իսկ այդ տեղի լիցենզիան ուզեն, թե չուզեն կունենա հայ-ամերիկյան կոնսորցիումի կնիքը, որից Բաքուն կփորձի խուսափել, ուղղակի այս պահին գինն է ծանր։ Այնպես որ դեռ սպասեք, ինչը եւ երբ կփորձի պղտորել Բաքուն հայ-ադրբեջանական անթեղված կրակում դեռ դժվար է ասել։ Բայց գինը Թրիպն է, որի աշխարհաքաղաքական կշիռը եթե պահի այս իներցիան, Հայաստանով անցումը մեծ աշխարհ Հայաստանի հետ առանց խաղաղության պայմանագրի Ադրբեջանի համար այլևս անհնար կլինի։ Ավելի բարդ է լինելու հետո Թրիպի օթյակին Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա բողոքելը, թե հայերը զինվում են։ Հաջողություն։